Բարև հարգելի ունգընտիրներ, ագընտիրներ եւ շատ սիրելի լեմագաններ։ Վանացայնեն ցեզի հետ ենք Հոյտա Լեմի արձիվ հայդակրով։ Այսօրվան մեր հայդակիրը նվիրված է Հոյտա Լեմի 2026 դարվան լույս տեսած օրացույցին։ Հայդակրին գրնակ հետևիլ Վանացայնի գայքեչով, ինչպես նաեւ գրնակ դիտել Հոյտա Լեմի եւ Վանացայնի թիմադեդրի զույգ էջերով։ Ինչպես ամեն տարի, այս տարի եւս Հոյտա Լեմը գհրադարագե իր դարեգան օրացույցը, որ բարձաբես թվականներու ամփոփումը չէ, այլ առաքելության մարմնացումն է։ Այժմ գընթերցենք մեր խոսքը։ 2026 տարին գզուկատիբի Հայաստանի Հանրապետության վերանգախացման եւ Արցախի Հանրապետության հռչակման 35 ամյակին։ Անկախություն, Հայաստան ու Արցախ։ Արժեքներ, որոնք կերտված են շնորհիվ մեր երկարամյա պայքարին, արյան, քրդինքին ու զոհաբերության։ Արժեքներ, որոնց գորուստին ընդելանալը գվտանք է համայն հայության էությունը։ Քարեկին նշտեի մդորումով վտանգված ժողովուրդներու վերջին խաղատուղթը վերատաստիարակությունն է։ Հոյտա Լեմը իբրև լիբանանահայ երիտասարդությունը դեպի դաշնակցություն ուղղորդող դաստիարակչական միավոր իր գործունեության 53 տարիներուն ընթացքին ճամփած դաստիարակությամբ, ծավալած բազմաջյուղ աշխատանքով ու փորձառությամբ գշարունակե իր առաքելությունը։ Սերունդներուն մեջ սերմանելով ազգային գիտակցություն, հայրենասիրություն, պատասխանատվություն, պայքարի ոգի ու նվիրում։ Ավելին, Հոյտա Լեմի հիմնադրութենեն գարդ ժամանակ անց Լեմագանը իր արյամբ ու քրդինքով հսկած է Լիբանանի հայահոտ շրջաններուն, մասնակցած է Արցախի ազատագրության ու պաշտպանության գործին եւ վճռական քայլերով պայքարած է հանուն հայ տադին եւ պատմական արտարության վերականգնումին։ Առաքելությունը, որ երբեք չէր եղած այնքան հրամայական, որքան այսօր, երբ մեր ազգային արժեքները, հայրենիքի խաղապարը, մշակույթը, եկեղեցին, Արցախը, Արարատի խորհրդանիշը, ինչպես նաև հայ տադի ու հայոց ցեղասպանության օրագարկը խնդրու առարգա դարձած ու վտանգված են։ Հոյտա Լեմի սկզբունքները կմնան անփոփոխ, իսկ Լեմագանը կմնա բատնեշի վրա, միշտ արդուն հայ ազգին սպառնացող վտանգներուն դիմաց։ 2026 տարին կանգնած է խաչմերուկի մտիմաց, իբրև դարիմը, որ մեր արչև գտնե հետևյալ երկընտրանքը։ Գամ մեր սեփական ցերկով պիտի տաղենք մեր տադը եւ հայուն ազգային թիմակիցը, գամ պիտի շարունակենք մեր պայքարը։ Հոյտա Լեմը վճռական կհայտարարե, որ ան 2026 տարին գտեվագոխ է զայն հրճագելով ճակատագիր հեղաշրջելու զարթոնքի դարի։ Ոտքի ելեք, միացեք մեզի, միասնապար աշխատենք եւ հաղթահարենք հայ ազգի բոլոր մարտահրավերները։ Մի ընդելանակ հայության բարդատրված այս մահացու ճակատագիրին։ Միացեք այն ճակատին, ուր գորոշվի մեր ազգին վաղվան օրը։ Միացեք Արցախի եւ հայության լինեության պայքարին։ Ընդհանրապես Լեմի եւ հատկապես օրացույցի առաքելության մասին անդրադառնալու համար այսօրվան մեր հյուրն է Հոյտա Լեմի գետրոնական վարչության անդամ ընկեր Աշոտ Պակրադունին։ Բարի եկացեք ընկեր։ Բարև ընկերուի։ Ասինք որ Լեմի օրացույցը թիվերու ամփոփում չէ, այլ առաքելության մարմնացում է։ Ինչ կներկայացնե այս դարվան օրացույցը հագիրճ անդրադառնան բովանդակության։ Հիմա օրացույցը ընդհանրապես ամեն տարի ամփոփումը գլա Լեմի այդ դարվա աշխատանքներում, մասնաճյուղ առ մասնաճյուղ, նկարներով, աշխատանքներով, ամյակներով։ Այս տարի ամեն տարվա պես ամեն մեկ ամիս նվիրված է մասնաճյուղի եւ թեփկիմը եւ ինչպես վարժված ենք օրացույցի վերջին էջը ընդհանրապես կհիշե կարևոր ամյակներ եւ մեր պատմության մեջ կարևոր դեղ գրավող անձերու ամյակներ նաեւ ոչ թե միայն թեփկերու Այս տարվա հատկությունը ադե որ
արիտ ունեցան մեր լեմական ընկերները մասնակցելու Հայաստան համահայկական բանակումին, ուր աշխարհի 4 կողմեն երիտասարդական միություններ մասնակցած էին եւ էջմնագա որ այդ բանակումի նկարները եւ աշխատանքները ցույց կտա։ Օրացույցի կանոնավոր հերթականությունը, այսինքն ամեն տարի հրադարագելը, ինչ կխորհրդանշե եւ ինչ արժեք կարտասոլա անոր մեջ։ Լեմը երիտասարդական միավոր է։ Դաշնակցության երիտասարդական միավորն է, որը 73 թվականին ի վեր կգործե։ Լեմը չի փոխվիր, լեմականները կփոխվին։ Լեմը ընդհանրապես ավանդաբահ է։ Լեմականներն այդ սկզբունքները եւ այդ ավանդաբահությունը կբահեն իրենց մեջ։ Եվ նույն ցևով օրացույցը առաջին օրեն որ լույս տեսած է, մինչև այսօր լույս կտեսնե։ Դարբեր արց որ այսօր 2025 թվականին, 2026 թվականին շատ ավելի թյուրին ցևեր կան, չէ՞, օրացույց բայելու։ Սին լեմ երիտասարդական միությունը մեր երիտասարդ ընկերները շատ լավ գիտեն ադիգա։ Բայց հետամնացություն չէ այդ օրացույցը այսօր դբելը։ Հագարակադոր որ կան ուրիշ ցևեր օրացույց բայելու եւ լեմնա ունի այդ ցևեր, այսինքն լինքեր կան որ գրանանք մենք սենքնել մեր հերացայիններու եւ կոմպյուտերներու կալենդերներուն հետ որ ադամին ամիակներ ադամին բաները դեսնենք։ Բայց լեմը կորոշե շարունակել այդ գործը, ինչպես կորոշե շարունակել իր բոլոր գործերը, այդ բոլոր բարդավորությունները, որ ինքը ստանցած է իր նախորդ սերունդներն։ Այդ աշխատանքը շատ հաճելի աշխատանք է, հոնդեյանը սկսենք։ Նախ պետք է զադվին կարևորագույն թեմաները, որովհետև նույնիսկ եթե ամեն տարի օրացույցը կդպվի, մեր ազգի պատմության մեջ եւ մեր գուսակցության պատմության մեջ աչափ շատ են կարևոր դեպքերը, որ երբեմն պետք է նայենք այս մեկը ավելի կարևոր է, այս մեկը ամիագի գզուկատիպի այս տարի եւ այդ պիսով կանցնենք մասնաճյուղերու նկարներու որոշման մասնաճյուղերը իրենք կզադեն նախ իրենց նկարները ադիգա կանցնի կենտրոնական վարչութենեն ուր մենք նաև գնայինք որ մենք նկարները ավելի հարմար են մյուսներն եւ այդ պիսով մինչեւ մեր խոսքը եւ դիզայնը ընդանուր օրացույցին եւ դպվիլը Գազագերբված պատրաստության գահաճորտե ծրվումը, որ նույնքան բծախնդրություն կբահանջի։ Ծրվումի աշխատանքը ինչպես կարժևորեք ծեր լեմական եղած օրերեն հասնելով այս տարի։ Իբրև լեմի դարեգան աշխատանք, ինչպես գլար բաժնումը, տասավորումները գրնակ պատմել։ Հիմա անանք մտող չլա մեր ադենը, ծեր ադենը, որովհետև ինչ որ կտեսնեմ ես այսօր մեր լեմական ընկերներուն բաժնած ծևին գրնամսել եթե ոչ 100-100, 95-100 նույն ծևն է։ Նույն հաջուկը կպատճառե բաժնողին, ծրվողին, գազմագերբողին ամենավոր հանգրվանները մեկն է։ Թե լեմիգյանքի, թե օրացույցի աշխատանքի։ Այդ գործը վերջացած նախ է որ գետրոն գերտաս, գետրոնավարչություն գետրոն գերտաս եւ այդ օրացույցը կփանասի բր լեմական այս տարի ասան գրած են, ապա անցյալ տարի ասան գրած են, այս տարի ասի ավել ցուցած են, բաքսեուցած են, ես հոս է նկարս տուն հոս է նկարդ, ադի իբր լեմական ստանցնելու ադեն շարավոր է։ Երկրորդ այդ մերցումի վիճակը կա մասնաճյուղերում մեջ, որ ով մյուսեն ավելի բիտբաժն է, ավելի շատ բիտբաժն է, արագ սկսիլը, արագ շարժիլը, բայց անշուշտ նաև լուրջ աշխատանք է, ժամանակառնող աշխատանք է, պետք է շրջան առ շրջան իրենց հատկությունները ունին եւ լեմականները միշտ պետք է հիշեն, որ շենքին մեջ հայություն կա եւ նաեւ պետք է քայլբահեն փոփոխություններ ունեն, այսինքն ասինչ Թուրը Զարգի անցյալ տարի հայերոս այս տարի հայ չէ, ուր գնաց մեր շրջանի մեջ է, պետք է օրացույց հասցնենք իրան։ Անշուշտ նաեւ այդ սովորությունը կա, որ երբ դունը մարդ չլա երկրորդ անգամ կամ երրորդ անգամ նորեն կփորձենք երթալ, չորրորդին եթե այլևս մարդ չի կդանք դունը, օրացույցը ծրիապար գտնենք դրան արջևը։ Լեմիգյանքի մեջ իրավ շատ կարևոր բան մնա ասիգա, ոչ թե միայն ծերվելու աշխատանքը կամ նվիրատվության աշխատանքը սերդափու խլալու քաղաքապարը ոչ շատ
կարևոր է որ լեմագանը իր շրջանին ծանոթանա, բայց ավելի կարևոր է որ այդ շրջանը, այդ թուր թրացին, թաղեցին, եւ որ թուրը բանան, մեր լեմագաններուն ծանոթանան, այդ լեմագաններուն երեսները տեսնեն, լեմը վերացական բան չէ, լեմը այդ լեմագաններն են այսօրվա, նույն լեմագանները որ 73-ին մինչև քաղաքացիական պատերազմի ավարտը եւ ատկե հետ Արցախ, ատկե հետ Լիբանանի քաղաքական կյանք, ասկային կյանք ուր որ պետք եղած է այդ լեմագանը վատնեշի վրա եղած է, այդ թուր թրացին, այդ թաղեցին պետք է տեսնի այդ լեմագանը, գիտնա իրեն, ճանչնա իրեն, որ նաեւ գիտնա որու պիտի խոսի, եթե բանին պետք ունենա, որ ով պիտի հասնի իրեն, երբ որ բանին պետք ունենա։ Դարիներու ընթացքին ընտանիքներ, անհատներ եւ ընկերներ գբահեն լեմի օրացույցը մասունքի պես եւ գործեն նույնիսկ բաքսող դարիներու թիվերը ապահովել։ Ինչպես գարժևորեք այս հավատարմությունը։ Ինքը մասունքի պես կսենք որ եւ թեթև կանցնենք վրան, բայց իրականությունը ադե որ մասունք մնա։ Այդ օրացույցը մեզի կհիշեցնե նախ դունի բադեն գախված այդ զինանշանը թե լեմի տեգուսակցության ամեն մեկ էջ իր նկարներով, զինանշանով, հիշադակներով, մեջը գրված նահատակության տվականներ, ասկային դոներ, դեպքեր, իրականության մեջ մասունք մն է։ Շատ մարդիկ կան, որ արխիվային սերունին, արխիվ բայելու սերունին, ադորամարի պր արխիվ գբայեն, շատ ալ մարդիկ կան, որ լեմն է էսելով, չեն ուզեր ադիգա թապել, մեկ կողմենա եւ որ գտեսնես որ լեմի կյանքը ամբողջ այդ օրացույցի մեջ դժվար գլա թապելը եւ ես շատ կուրախանամ եւ որ մարդիկ հավաքած լան եւ շատ մը ընկերներու եւ բարեկամներու հետ ասույթերը հրած ենք որ մեկ թվականը ունիս, որ մեկ թվականը չունիս, մենք կհիշես մեր նկարը ադոր մեջ կա, չի գա քու նկարը ադոր մեջ կար, մերը չի գար օրացույցի կորց գնա, գիհիշ ոչ թե միան օրը գծծնե Նաև կհիշեցնե քեզ այդ կյանքը որթուն ապրած ես, կամ այդ օրերում որթուն գոյություն ունեցած ես։ Օրացույցին անտին, լեմը նոր դարվան սեմին, 2026-ին ինչպիսի մարդահրավերներ կսպասեն մեզի։ 73-ին իվեր, լեմը ամեն տարի մարդահրավերներով արջև եղած նոր մարդահրավերներով արջև գտնվինք, բայց նաև հիները չեն գործվիր։ Լեմը երբ որ միան Լիբանանի մասին միտ խոսինք արդեն բոլորից ծանոթ է Լիբանանի իրավիճակը, բոլորից ծանոթ է քաոտի իրավիճակը, հերո անցյալին չէր, երբ որ մեր լեմական դողոց տեսանք, երբ որ ասկե իրենց պետք ուներ լա նավահանգիստի բայթումին Լա ցույցերու ժամանակ ամեն թաղի անգույն, ամեն հիվանդանոցի արջև, ինչպես օգնության գպուտան լեմականները միշտ չենք կնար գանխադեսել, որ մեզի ինչ կսպասե քալիք տարին, բայց կրնանք ամենայն վստահությամբ պսել, որ ինչպես 73-ին մինչև այսօր լեմը միշտ պատրաստ եղած է թիմակրավելու ովևէ մարդահրավեր, նաև պատրաստ պիտի լա թիմակրավելու քալիք օրերու մարդահրավերները Շատ շնորհակալ ենք ընկեր Աշոտ։ Շնորհակալ եմ ձեզ ընկերուի։ Հայտնենք, որ օրացույցերը ստանալու համար գրնակ թիմել ձեր բնագած շրջանի ագումբները, ինչպես նաև համասկայնի կրախանութ։ Այսպիսով հասած գլանք այսօրվան արձիվ հայդակրի ավարտին, որ նվիրված էր Հոյտա լեմի 2026 դարվան լույս տեսած օրացույցին։ Մեր հյուրներ Հոյտա լեմի գետրոնական վարչության անդամ ընկեր Աշոտ Պակրադունին։ Հայդակիրը գրնակ դարձյալ դիտել Վանացայնի YouTube-ի գայանեն։ Գահանտիբինք նոր դարվան մեջ նոր հաղորդումներով ցտեսություն